Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարություն է տարածել, որի հիմնական առանցքն այն է, որ ներկայացված չէ որևէ փաստարկ, որն ապացուցում է Վարդանյանին վերագրվող մեղադրանքը։ Փաստաբանի ձևակերպումները իհարկե զուսպ են, սակայն այն, ինչ նա արել է, արդեն աննախադեպ է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեղադրանքի ժամանակային շրջանակին։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում եւ այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։ Այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից։ Հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Այն վկայում է, որ մեղադրանքը հիմնավոր չէ եւ մեղադրանքը սպասարկող հաստական տվյալներ, իրական իրադարձություններ ուղղակի գոյություն չունեն եւ նշեմ, որ փաստաբանը եւս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այստեղ անհատական պատասխանատվության սկզբունքն է խախտվում, այստեղ օգտագործում են հավաքական դեպքեր, իրադարձություններ։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը դարձյալ անդրադառնում է օրեր առաջ հրապարակված Վարդանյանի մեղադրական եզրակացության 200 էջանոց հատվածին։ Ասում է, այստեղ Արցախի հանրապետությունը, որտեղ ապրում է մոտ 150,000 հայ, որակվում է որպես հանցավոր կազմակերպություն, իսկ Ռուբեն Վարդանյանի հայկական ծագումը բացառապես որպես մեղքի հիմնական ապացույց է ծառայում։ Հետադարձ քրեականացվում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրաված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում։ Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա Արցախ ժամանելուց մինչև 30 տարի առաջ։ Ընդ որում, որևէ ապացույց չկա, որ նա թեկուզ նվազագույն առնչություն է ունեցել առաջադրված մեղադրանքներին։ Ըստ էության մեղադրանքում գնահատականներ են տրվում հենց Արցախի ինքնորոշմանը եւ դրա հետևանքով պետական կառույցների գործունեությանը եւ հասարակության գործունեությանը ինքնորոշված հանրապետության շրջանակներում եւ ստացվում է, որ կոլեկտիվ գործունեությունը, որը պաշտպանված է միջազգային իրավունքի ներքո, հանգեցրել է անձերի անհատական պատասխանատվության, ինչը անթույլատրելի է։ Իդեպ ըստ Բերմանի հայտարարության մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։ Պաշտպանությունը շեշտում է ենթադրյալ արարքների եւ դրանց իրավական որակավորման միջև համաչափության սկզբունքի խիստ պահպանման անհրաժեշտությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջին անգամ այցելել է ԱՄՆ, հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը կքննարկեն Գերմանիայի պաշտպանական պարտավորությունները, սակագնային բանակցությունները եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ամերիկայի հետ համաժամանակյան նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ստիպելու Մոսկվային գնալ խաղաղ բանակցությունների։ Եվրամիությունը կենտրոնանում է ռուսական էներգետիկայի եւ ֆինանսավորման աղբյուրների սահմանափակման վրա։ Պատժամիջոցները կարող են ներառել հյուսիսային հոսքի հետ կապված ընկերություններ եւ նավթի գնի վերին շեմի իջեցում։ Սի Ցինփինը Պուտինին եւ Լուկաշենկոին հրավիրել է Պեկին, մասնակցելու երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին։ Սեպտեմբերի 3-ին մենք հանդիսավոր կերպով կնշենք համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակը եւ կանցկացնենք շքերթ։ Թրամփը շրջում է ավազե ժամացույցը ու կարճ ժամանակ տալիս Թեհրանին, կողմնորոշվելու սեղմում է օղակը։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփը սիրտը բացել է ու բողոքել, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները առաջ չեն գնում։ ԱՄՆ նախագահը նորից կոչ է արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ։ Թրամփը այսպես կոշտ ու սուր դիտարկումներ արել էր այն ժամանակ, երբ դեռ չէին մեկնարկել միջնորդավորված բանակցությունները։ Բուն բանակցությունների ընթացքում կարծես լեզու գտնելու շանսեր կային։ Հիմա նորից վերջնագրեր։ Իրանագետն ասում է, Թրամփը այսպիսի դիրքավորմամբ է ներկայանում ի վերջո հաջողության հասնելու համար։ Սպառնալիքի լեզուն կօգնի արդյոք։ Այստեղ փորձագետը համոզված է,
Իրանը դժվար թե կտրուկ հետքայլի դիմի։ Իրանին ստիպել սպառնալիքի ազդեցության ներքո գնալ զիջումների, ինչը իրանական կողմի համար անընդունելի է եւ բազմիցս իրանական կողմը հայտարարել է, որ իրենք սպառնալիքի ներքո որոշումներ չեն կայացնելու։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերջերս ձևակերպեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ամերիկայի պայմանները հակասում են ազգային շահերին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև ուրանի հարստացման արգելքը կարմիր գիծ է որակել։ Մոսկվան արդյոք կփորձի միջամտել, անգամ եթե տեսականորեն չբացառենք, ապա ըստ փորձագետի միջնորդությունը մեծ փոփոխությունների չի հանգեցնի։ Այս պայմանությամբ ինչ-որ հստակ ցուցիչներ չկան, որ բանակցությունների ձևաչափը փոխվում է, բայց այստեղ էականն այն է, թե ինչ է քննարկվում այդ բանակցություններին, որովհետև եթե հնչում են առավելապաշտական ինչ-որ պահանջներ եւ շատ կտրուկ պարտադրանքներ են հնչում, տվյալ դեպքում բանակցությունները պարզապես գնում են փակուղի, որովհետև կողմերը փաստացի ունեն հակադիր դիրքորոշումներ։ Ամերիկան Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցը, պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա ըստ Ամերիկայի հետագայում կարող է գործածվել միջուկային զենքի ստեղծման համար։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի համար հարստացված ուրանը ոչ թե արտադրի, այլ գնի երկրներից։ Մինչդեռ Թեհրանը պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ Իրանի հարստացումն իրականացվում է երկրի ինքնիշխան իրավունքի շրջանակում եւ նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։ Համաձայնության չգալու պարագայում Վաշինգտոնը նաև հնարավոր բախման մասին էր հիշեցնում։ Թուրքիայում ծխող տղամարդը բացել է բենզատարի կափարիչը, ինչի հետևանքով պայթյունի ալիքը նրան շպրտել է։ Տղամարդը այրվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել։ Զովունի էլիտար թաղամասում կյանքի նոր սկիզբ էին խոստանում, բայց ամեն բան ավելի անսպասելի ընթացք ունեցավ։ Դժբախտ պատահարը կառուցվող շենքում գլխիվայր շրջեց պատմության ընթացքը։ Շինարարական աշխատանքներ կատարելիս 56-ամյա աշխատակիցը ընկել է նորակառույց շենքի 5-րդ հարկից։ Չնայած վիրավորին շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն, սակայն նա այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Սակայն ով էր իրական մեղավորը։ Արդյոք պահպանվել են բոլոր աշխատանքային կանոնները եւ առհասարակ որտեղ է սկսվում եւ ավարտվում անվտանգությունը շինարարական գոտում։ Աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է, որ գործատուն է պարտավոր ապահովել առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ եւ միջավայր, սակայն տարեցտարի մենք ավելի շատ մահվան ելքով դժբախտ պատահարներ ենք ունենում շինարարության ոլորտում։ Ցանկացած դժբախտ պատահար շինհրապարակում մասնագետների պնդմամբ որոշակիորեն կապված է գործատուի մեղավորության հետ, քանի որ հենց իր վրա է դրված պարտավորությունը եւ ամենևին արդարացում չէ, երբ աշխատակիցը պարզապես չի պահպանել անվտանգության կանոնները։ Ըստ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների կազմակերպությունում աշխատողների առողջության պահպանման անվտանգության ապահովման պարտականությունը դա գործատուին է։ Մասնավորապես շինարարական հրապարակներում պետք է շինարարություն իրականացնող կազմակերպությունը։ Ուղղակի չի կարելի թողնել աշխատողին շինհրապարակ կամ չի կարելի թողնել, որ աշխատող անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե ինքը չի համապատասխան իր համազգեստը այն աշխատանքին, որը ինքը պետք է անի, հատկապես այնպիսի վտանգավոր ոլորտում, ինչպիսին շինարարությունն է։ Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ միայն 2024-ին շինարարական հրապարակներում գրանցվել է 14 դժբախտ դեպք, իսկ 2025-ից մինչև այսօր մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 5-ի։ Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է պլանային ստուգումներ։ Պլանային ստուգումների ցանկը ըստ կառավարության որոշման հաստատված մեթոդաբանությամբ հաստատվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը եւ հրապարակվում է։ Տեսչական մարմինը անակնկալ ստուգումներ իրականացնելու իրավասություն չունի, օրենքով նախատեսված չէ։ Պետական ստուգումների դեպքում փորձագետի պնդմամբ շինհրապարակում նախապես իմանում են սպասվող ստուգումների մասին, իսկ հասարակական վերահսկողությանն անդրադառնալով մասնագետները փաստում են, որ շինկազմակերպությունների աշխատակիցները հաճախ գրանցված չեն լինում արհմիությունում եւ համապատասխան մասնագետները չեն կարողանում մուտք գործել շինհրապարակ ու իրականացնել վերահսկողություն։ Այսինքն այդ տարբեր բաղադրիչներ են, որոնք ամեն մեկը իր տեղում պիտի ուղղվի, վերահսկվի, ճիշտ լիազորություններ տրվեն աշխատանքի տեսուչին, ճիշտ լիազորություն տրվի օրենքով, հնարավորություն տրվի նաև արհմիության ներկայացուցչին, աշխատանքի մասնագետին, որպեսզի այդ ամբողջական լինի այդ վերահսկողությունը եւ հսկողություն սահմանվի, ոչ թե վերահսկողություն, դրանք տարբեր բաներ են։
Շինարարության ոլորտում անվտանգությունն այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Շատ ընկերություններ խախտում են աշխատողների անվտանգության պահանջները առանց պատշաճ ուսուցման եւ ապահովման։ Զովունիում տեղի ունեցած ողբերգությունը կրկին հուշում է. շինհրապարակը կարող է մահվան տարածք դառնալ, եթե անվտանգության կանոնները դիտվում են որպես ձևականություն։ 15 օր է, որ այս փոսը առաջացել է 16-րդ թաղամասի Նորաշեն 6-րդ շենքի երկրորդ մուտքի դիմաց։ Բնակիչներն են միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ նախազգուշանան ու փոսում չհայտնվեն։ Սակայն միշտ չէ, որ հնարավոր է եղել արտակարգ դեպքերից խուսափել։ Մի քանի անգամ երեխաներն են հեծանիվ քշելիս հայտնվել փոսում, թեթև քերծվածքներ են ստացել։ Նաև որոշ մեքենաների չի հաջողվել շրջանցել փոսը։ Փոսը փախցնում է մարդը, ինչ անի բա։ Վեոլիա ջուրը հազանգած քաղաքացիներին հայտնել են, որ իրենց խնդիրը չէ, այլ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմինը, այնտեղից էլ հակառակն են պնդում։ Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ դիմել են Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, խոստացել են, որ կգան եւ խնդիրը կլուծեն, սակայն չեն եկել, են որ ասպա ձայն բարբարո հանապատի։ Ավելի ուշ Վեոլիա ջուր ընկերությունից են Շամշյանքովին հայտնել, որ 2 անգամ փորձել են իրենց միջոցներով խնդիրը լուծել, սակայն Աչափնյակի թղավապետը հայտնել է, որ դա իրենց գործն է, իրենք կանեն, բայց ոչինչ չեն ձեռնարկել։ Տեղեկացնում ենք, որ տեսանյութում ցուցադրվող խողովակաշարը հեղեղատարին միացող խողովակաշարի մի հատված է, իսկ բակային հեղեղատարները ըստ վարձակալության պայմանագրի Վեոլիա ջուր ընկերության կողմից չեն սպասարկվում։ Ընկերությունից նաև հայտնել են, որ իրենց կողմից այդ հատվածում սպասարկվող որևէ կոմունիկացիա չկա, իսկ կատարվածի մասին Վեոլիա ջուրը բազմիցս տեղեկացրել է Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։